լավացած։ Մի քանի օր առաջ Դուբայից վերադարձա եւ ցանկանում եմ ձեզ հետ կիսվել իմ այնտեղից բերված գնումներով։ Քանի որ շատ եմ լինում տարվա մեջ Դուբայում, ես ինչ-որ նվերներ հատուկ չեմ բերում ոչ մեկին, հնարավորինս իմ համար եմ ինչ-որ հետաքրքիր բաներ ձեռք բերում, մի փոքր հիվանդ եմ, բայց ինձ լավ եմ զգում, պարզապես քիթ կոկորթային ինչ-որ խառի իրավիճակների մեջ եմ, հենց Դուբայում է այսպես եղել, կարող է սառը տեղից մի անգամից տաք տեղ գնացի, ինչ-որ խառը բաներ եղավ, հիմա ցույց եմ տալիս ինչեր եմ գնել ինձ համար։ Առաջին բանը, որ ուզում եմ կիսվել ձեզ հետ, դա Michael Kors-ի այս պայուսակն է։ Շատ եմ սիրում Michael Kors ու մանավանդ այս տեսակը, այս մոդելը ինձ շատ հաճախ եք տեսել, բայց ես չունեի իրանից ու հիմա արդեն ձեռք եմ բերել ու բավականին լավ արժեքով, իր արժեքը $398 էր, որը զեղչվել էր եւ $180 150 մի խոսքով 100 չեմ տա դոլարի կարգ եմ ձեռք բերել։ Հաջորդ գնումովս, որ ուզում եմ կիսվել, դա Guess-ի այս կուրտիչկան է։ Շատ եմ հավանել իրան։ Արժեքը էլի բավականին մատչել եմ ձեռք բերել, քանի որ այնտեղի outlet-ից ենք առել։ Գինը գրված չի, բայց մոտավորապես 70,000 դրամի կարգի էր ինքը, 70,000 դրամ էր, հա։ Ու 160-ից թե 150-ից էր զեղչվել։ Ես շատ եմ հավանել։ Գնումս Skechers-ից է, դե տուփերից հանել եմ, որպեսզի տեղավորվեր իմ ճամփրուկի մեջ, ճամփրուկի մեջ։ Մամայիս համար եմ գնել, իրեն շատ հարմար են այս մոդելները կոնկրետ։ Լինի մամայիս ոտքին, կփորձի հիմա։ Մամուլի արի փորձի կոշիկներդ, բոթասներդ, որի մոնակ ինչ եմ բերել Դուբայից հետս կմեռնեք։ Biscoff-ի այս պիչենկաներից, ուրեմն այս նոր տրենդային տիրամիսուները, որ պատրաստում են, այս պեչենիներով այդ տիրամիսուն եւ հունական յոգուրտով ոչ մի սուպերմարկետում Հայաստանի այլևս իրանք չկային։ Ու ես երբ որ Դուբայում իրանք տեսա, գոնե ասացի պետք է ստեղից բերեմ, ոնց որ մի քիչ ջաջուրթվել եմ, բայց ոչինչ, կպատրաստեմ անպայման, իմ էջում կտեղադրեմ, կտեսնեք այս նոր տրենդային տիրամիսուները։ Հաջորդ գնումս Ajmal-ի Aurum տարբերակն է, պարֆյումի։ Իմ ամենասիրելի բույրերից է, ամենա ու խայտառակ էժան մատչելի պարֆյում է ինքը։ Հայաստանում մոտավորապես 30 քանի հազարի կարգի է, բայց քանի որ ինքը արաբական բույր է, Դուբայ մոլից իրան շատ էժան եմ առա, 14,000 դրամի կարգի էր։ Շշի այս հատվածում ինքը ուներ իր բույսի, որից որ այս բույրը ստեղծվել է, չորացած այդ բույսի տերևներից, արմատներից, չգիտեմ ինչերից, բայց ինքը ձեռքիցս ընկավ ու տենց բացվեց, թափվեց, այսենց տկրորա մնացինք, բայց շատ եմ սիրում իր բույրը։ Հաջորդ ֆանտաստիկ զեղչային գնումովս եմ հպարտանում, գնել եմ Adidas-ի խանութից, այս կուրտկան, այս տակիս հուդին հաստ է, դրա համար ինքը կարող է սիրուն չնայվի ինձ վրա, բայց մոտավոր պատկերացրեք։ Այս սպորտային կուրտիչկային և այս թիշրթին միասին իրար հետ գնել եմ 22,000 դրամ։ Ընտիր գին։ Դորթու Ֆերեից այսպիսի շարֆիկ եմ գնել, սա իմ ընկերուհի Հասմիկի համար է, ինքն է խնդրել, որ այս շարֆը իր համար բերեմ, արժեքը 27,000 դրամի էր, խեմ ասում դրամի էր, որ գրամով կիլոյով հաշվեմ, 27,000 դրամի կարգի, դրամ մի խոսքով, ևս մեկ գնում, Emporio Armani, Սովորական t-shirt,
Աղջիկներ ջան, այստեղ էմբլեմայով, մեջքին էմբլեմայով, չգիտեմ, շատ եմ հավանել, ինձ հիմա շատ սիրուն է, արժեքը 68,000 դրամ։ Ամեն Դուբայ գնալիս պարտադիր գնում եմ Global Village։ Global Village-ը մի վայր է, որտեղ աշխարհի տարբեր երկրներ իրենց մշակույթը, իրենց խոհանոցը կամ իրենք ինչով են հարուստ, ցուցադրում են իրենց տաղավարներում։ Տաղավարներն են 1-2, ինչ որ, չգիտեմ, սեղանիկ մի պատկերացրեք, այլ ինչ որ 100 քառակուսի եւ պլյուս 100 քառակուսի շատ քիչ եմ ասում։ Գոնե տենց 250-300 քառակուսի տարածքա փոքրիկ քաղաք ես մտնում դու ու ծանոթանում ես իրենց ամեն ինչի հետ, ինչը որ իրենց երկրում հայտնի է։ Այնտեղից Օմանից, Բաղդադ, որտեղից էր, չեմ հիշում, գնել ենք այսպիսի խուրմաներ, բացած ունեմ այդ խուրմայից, սպասեք։ Այս տեսք ունեն, բացած։ 2 կիլոգրամի արժեքն էլ 6000 դրամ էր, ու շատ համով են, անբացատրելի համով է։ Նաև փոքրիկ ինչ-որ նվերիկներ եմ բերել, այսպիսի տոպրակներ, գինը չեմ հիշում 4000 դրամի կարգի էր։ Global Village-ից գնել եմ շատ գեղեցիկ ամաններ, հիմա ցույց կտամ, այս ամանները Աֆրիկա մայրցամաքում են ստեղծվել ու հենց աֆրիկացիներ էին ներկայացնում, հիմա բացեմ տեսնենք։ Այսպիսի փայտե գդալներ, աղցանը խառնելու համար, շատ սիրուն են ասեք։ Փոքրիկ այսպիսի գդալիկ, այսպիսի աման, այստեղ ճաքացո, այսպիսի մեծ աման։ Այս ամբողջին իրար հետ, այսպես, վճարել եմ 7000 դրամ, 7000 մի քանի 100 դրամի կարգի, շատ լավ արժեքը իսկապես։ Ինչ եմ գնել Դուբայի Duty Free-ից, գնացինք։ Գնել եմ նորից խուրմաների տեսականի, արդեն միջուկով, 7000 դրամ էր այս տուփը։ Այս կոզինախն է, որը 3800 դրամ էր։ Կոզինախա չէ, ինձ թվում է։ Հա, 3800 դրամ էր, բավականին ծանր քաշ ունի։ Այստեղ այսպիսի երկաթային տուփիկներով լոխում է, քաղցրեղեն է, յուրաքանչյուրը 5000 դրամ մոտ ամեն տուփիկը։ Հաջորդը էլի կոզինախներ են ու հալվա, այս ինչ ցույց եմ տալիս, իրանք 4500-ից 5000 դրամի սահմաններում են, լոխում պիստակով, այս բացի ուտենք էլի հիմա։ Այսքաններ իմ գնումները Դուբայից, եթե հաշվեցիք, հասցրեցիք հաշվել, թե ինչքան գումար եմ ծախսել, ապա մեկնաբանության դաշտում գրեք անպայման։ Եվ ուզում եմ խոսել Դուբայի մասին, ես շատ եմ սիրում Դուբայը, քանի որ ոտքս հենց դնում եմ Դուբայ, ես ինձ աշխարհի ամենապաշտպանված մարդն եմ զգում, անբացատրելի ինչ-որ զգացողություն է, համաձայն եմ Դուբայը շքեղության մասին է, համաձայն եմ Դուբայը փողի մասին է, ամեն ինչի մասին է, բայց եթե ունես քիչ բյուջե, դու նույնպես կարող ես գնալ Դուբայ ու վայելել իրենց ծովը, քանի որ իրենք ունեն ափեր, որոնք որ անվճար են, դա Ջումերյանն է, դա Ջիբիարն է, դա այն մյուսը չեմ հիշում որն է, դու կարող եք գնալ, պարզապես ձեր սրբիչով ու վայելեք իրենց ոսկեգույն ավազը, արևը, ծովը, մի խոսքով վերջն է։ Դուբայում կան սննդի կետեր, որտեղ որ դուք կարող եք ծախսել այն գումարը, ինչը որ Հայաստանում, ինչ որ սրճարանում կծախսեք։ Դրանք fast food-երն են, դրանք ուղղակի կենտրոնական հատվածից մի փոքր հեռու գտնվող ռեստորաններն են։ Կխոսեմ Blue Water-ի մասին, որը գտնվում է հենց Անիվի, հայտնի Անիվի տակ։ Այնտեղի ռեստորանները ժողովուրդ խայտառակ թանկ են, абսուրդի հասնող թանկ են, ոնց բացատրեմ, մի հատ քյաբաբը արժի 18000 դրամ։ Քյաբաբի մեծությունը այսքան է, չգիտեմ, այնտեղ սոված մի գնացեք, հա օքեյ, այնտեղ տեսանը շատ սիրուն է, բոմբա, դուք գնացեք այնտեղ պարզապես ինչ-որ մի բան խմելու կամ ինչ-որ մի բան վայելելու, այս մեր դաժան փորձից եմ ասում, դեռ մենք ահավոր սոված գնացել ենք այնտեղ ու 3 հոգով 200000 դրամ հաշիվ ենք փակել, նենց արեք, որ տենց գումարների
բան կորուս չունենաք, անիմաստ, դենց էլ չէր, որ եսի մինչ ենք կերել, որ վաու, մոլը ահռելի մեծ է, ահռելի, ես երևի թե 30 եւ ավել անգամ եղել եմ Դուբայ մոլի մեջ, ճիշտ է որոշ խանութներ գիտեմ անգիր ինչպես գնամ, ոնց գնամ, բայց մեկը դու խճճվում ես, դու կորում ես, դու երբեք այնտեղ չես կարող մի անգամից հենց մտար, մի անգամից հենց այտենց էլ դուրս գաս անհնար է։ Եթե չունենաս Google Map, եթե չունենաս այդ սարքերից օգտվելու հմտություն, դու պրոստը կկորես։ Դուբայ մոլում կարող ես սնվել իրենց food court-ից, քանի որ food court-ը բավականին մաչելի է, կան այնտեղ fast food-եր, որտեղ որ կարող ես բավականին մաչելի սնվես ու արդեն շարունակես քո շոփինգը։ Մի խոսքով Դուբայ I love you։ Այ բջութի free մագից որ բան եմ առել, շրտներ կու մատի, դա ցույց չտվեցի։